Եկեղեցին փակ է, ի՞նչ է նշանակում։ Եկել եք աղոթելու։ Ու ձեզ չեն թողնում մտնեք։ Չէ, իրանք ոչ մեկն են, որ ինձ չթողնեն մտնեն։ Ուղղակի այնտեղից ելույթ են, որ եկեղեցին փակ է, ի՞նչ է նշանակում եկեղեցին փակ է։ Քնչական գործողություններ են իրականացում, քնչական կոմիտեից են այստեղ։ Եկեղեցու մեջ։ Ուզարկում են։ Թող խուզարկեն։ Ես իմ գործ ունեմ եկեղեցում, խուզարկողներն էլ ընդհանրապես։ Ինչ է կատարվում արա։ Ինչ է սարքել ես երկիրը։ Գիտեք, որ ձերբակալվել են հոգևորականները եւ թեմի առաջնորդը։ Չեմ անում, Գիտեմ, նոր եմ իմացել։ Ինչպես եք գնահատում այս հարցը։ Ինչ գնահատեմ։ Դա գնահատելու բան է։ Ես գնահատում եմ, որ այս ժողովրդին սատկացնեն էլ քիչ է։ Սա տերորիզմ է։ Թուրքը, արաբը, արտաքին թշնամին, բոլորը միասին վերցած չեն կարողացել սա անել։ Բոլոր արտաքին թշնամիները միասին վերցրած այս այլանդակությունը չեն կարողացել անել։ Ինչա նշանակում թեմի եկեղեցիների դռները փակել։ Ինչա նշանակում այս անպատկառությունը։ Այս աստիճան ընկած է այս ժողովուրդը, արդեն մտածում են, որ գլուխներից վրայով ման են գալու, ընկած է, գոյություն չունի այս ժողովուրդը։ Նկարելով չի, վերջացեք այս նկարահանումները, վերջացեք այս հիմարությունը, նկարելով ոչ ոման չի լինի։ Ինչպես։ Ոստիկանությունից ենք, մենք չենք իմ ամովանում։ Բայց դուք քաղաքացիական հագուստով եք եւ Ոստիկանությունից ենք։ Խնդրում ենք դուրս եկեք։ Բայց սա եկեղեցու Տարածքը հասկացանք, հա, դուրս եկեք գործողություն եք։ դռները փակ չեն եղել։ Դա աստծո դուռը չի, դա աստծո դուռը այնտեղ է։ Սա էլ Մասն է։ Կոնկրետ մի փաստ ներկայացնեք, գործողություն են կատարում։ Այդտեղ գործողություն են կատարում դուրս եք։ Քնչական գործողություններ։ Ինչ եք փնտրում։ Մենք չենք փնտրում, քննիչն է փնտրում։ Ինչ եք փնտրում։ Չենք կարող ասել։ Մենք իսկ ինչպես վստահ լինենք, որ դուք ոստիկան եք, որովհետեւ դուք քաղաքացիական հագուստով եք եւ որևէ փաստաթուղթ ցույց չեք տալիս։ Իսկ հնարորեք ձեր ոստիկան լինելը, որ մենք էլ համոզված լինենք։ Յոթորդ դարի եկեղեցի է։ Մեր 7-րդ դարի եկեղեցին այսօրադրությամբ աղավաղելով հասել ենք այնպիսի ժամանակներում, որոնք հայ ազգին կազմակերպանում, մոլի հրամաններն են կատարում, տեղական իշխանությունները։ Փորձել եք մտնել եկեղեցի։ Մի վայրկյան։ Ախպեր մենք ուրիշ բան ենք ախպեր նկարում, պետք է գար դուրը բացել տանենք, բացվում է, չի բացվում։ Մեր հայ ազգը առանց հավատքի չի կարող ապրել։ Սարդարաբադի ճակատամարտը անգամ որ սկսվեց, հավատքի հիման վրա եղավ։ Արամ Մանուկյանով, մեր հերոսներով, մեր պարագլուխներով։
Հիմա ես կուզեմ ասել, որ հաջորդը այսօր դրությամբ SS, սպիտակ, մանուշակագույն եւ այլ գույներ լրիվ պետք է հանենք մի կողմ, հանուն մեր հավատքի միացվենք, միասնական ազդառնանք։ Միասնությամբ մենք կարող ենք հասնել ամեն ինչի։ Ստեղ Ալիև, մյուս կապ չունի։ Մենք ունենք հայկական սովորույթ, ազատներ, ժողովրդական լեզվով ասած։ Մենք պետք է գնանք մեր ազատներով։ Եթե չգնացինք, վաղն էլ կործանում ասվածում։ Քան որ տեղական իշխանությունները կամակատարություն են անում ընդդեմ հայության։ Ես մեծ հաճույքով կմտնեի, բայց քանի որ փագա ես դուրս ջարդող չեմ։ Մենք դեռ հեղափոխություն չենք անում, ոչ այս դռներն ենք ջարդում, ոչ կառավարական։ Մենք պահանջում ենք Նիկոլի հրաժարականը։ Նիկոլը այնքան պետք է խելացի լինի, գոնե ինքը իր մասին անձամբ չի մտածում, թող մտածի իր երեխաների մասին։ Քանի որ մենք բիսկը դրողած չենք, քաղաքակիրթ ձև ենք էլի բացատրում։ Հրաժարական տա վերջանա գնահարես ինչ անով, ուր է մեզ հասնելու։ Դեռ կորտան նորից ասկին ցեղասպանություն եղավ։ Արցախում եղավ ցեղասպանություն, ոչ թե էթնիկ զտում որ շատերի մաս, այլ ցեղասպանություն։ Տեղահանվեցին է ժողովուրդը։ Իրանց կամքով չեն եկել Հայաստան, որ հիմա էլ Եվրոպաներն միաժամանակ 20000 գնացել են Եվրոպա։ Ականատես չէ, չեմ կարող խապել, ես չեմ տեսել ոնց են մտել, ոնց փարեն տարել են, մեր տեր փարեն ոնց են տարել, բայց ես լսելով հանդերձ իմացա, որ ներկայումս տղաները պատմեցին, որ փարեն տարել են։ Ինչ հիման վրա են տարել, ինչի համար են տարել, արդեն պարզ է ինձ։ Բոլորիս է պարզ։ Եկեղեցուն հետապնդում են։ Եկեղեցուն հետապնդում են ստոր ձևով, կատարելով Ալիևի հրամանները, Մոլլի հրամանները։ Այդ Կովկասյան մոլլեն որ կա։ Մարտին Ղարաբեկյան։ Ինչպես Մարտին Ղարաբեկյան։ դուք տեղ աշխատում։ Ես աշտարակի ասկեն աշտարակում եմ ծնվել։ 73 տարեկան եմ, պայստային եմ, գեներալ լեյտենանտ եմ, մահապարտներ եմ։